Օրերս Նուվել Դաղմենի ամսագրին տված հարցազրույցում ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի սպառնալիքներն իրենց ազդեցությունն են ունեցել։ Ես վախեցած եմ Ռուբեն Հայրապետյանի սպառնալիքներից բայց հասկանում եմ նաև, որ այդ սպառնալիքները թելադրված են Ռուբեն Հայրապետյանի վախերից։ Տիկին Խառատյանն այսօր հերքեց նաև իր հասցեին հնչեցրած Ռուբեն Հայրապետյանի այն մեղադրանքը, թե ինքը Ռոբերտ Քոչարյանի մարդն է։ Ես անձամբ սիրելիներս ոչ մեկի մարդը չեմ, ոչ մեկի հետ չեմ համագործակցել այս ամբողջ ընթացքում, ոչ մեկից որևէ կոպետ չեմ ստացել, չեմ զրուցել, չեմ խոսել։ Պարոն Հայրապետյանի հարցազրույցից զատ այսօրվա բանախոսներ Հրանուշ Խառատյանն ու քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը անդրադարձան նաև 2013 թվականի նախագահի ընտրություններին։ Նրանց կարծիքով, թեև պաշտոնապես նախընտրական քարոզարշավը չի մեկնարկել, սակայն լրատվամիջոցների շնորհիվ նախապատրաստական աշխատանքները սկսված են։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի համար արդեն ակնհայտ է, թե պայքարը ում միջև է ընթանալու։ Քաղաքական պայքարը գնում է առաջին, երկրորդ, երրորդ նախագահների միջև։ Իդեպ Տիկին Խառատյանին խորելու տեղիք է տվել ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի այն հայտարարությունը, թե ընդդիմադիր դաշտի թեկնածուին պետք է ընտրի ժողովուրդը։ Ես դեռ չեմ պատկերացնում, թե ինչ է նշանակում ժողովրդի կողմից առաջադրված։ Այդ ժողովրդի կողմից հիմա ինչ բուհերը, համալսարանները, ինստիտուտները պետքա ժողովներ անեն, առաջադրեն իրենց թեկնածուներին հետ։ Այսօրվա բանախոսները նաև փորձեցին կռահել, թե առաջիկա նախագահի ընտրությունների վերաբերյալ ինչու է լռում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։ Կարծում եմ, որ այդ կապակցությամբ նրանք դեռևս ուժերի վերադասավորություն են անում եւ մինչեւ այդ վերադասավորության խնդիրը չլուծվի, կարծում եմ հայտարարություն չեն անի։ Տաթևիկ Ազիզբեկյան, Տիգրան Բադալյան, IPF։